Փաշինյան Նիկոլը իր այսօրվա խոսույթով իրականացնում է շանտաժ սեփական ժողովրդի հանդեպ գնում է շանտաժի ճանապարհով, որը կարծում եմ սեփական ժողովրդի համար դավաճանական քայլ է։ Սեփական ժողովրդի հանդեպ դա դավաճանական քայլ է շանտաժ անելով, որպեսզի կարողանա իր կործանարար իշխանությունը պահել։ Ոչ մեկիս համար եւս մեկ անգամ նշում եմ, որ գաղտնիք չէ, որ այս մարդը բերել է 3 պատերազմ, որ ինքը պատերազմի սիմվոլն է, որ ինքը պարտության սիմվոլն է, ում համար է գաղտնիք։ 18 թվականին ասում էր, որ ինքը իր տեսակով ուժեղ ղեկավար է, իր խոսքերն եմ ցիտում, ասում էր, որ ինքը կարող է ապահովել Հայաստանի Հանրապետության խաղաղությունը, 20 թվականին ունեցանք պատերազմ։ 21 թվականին ասում էր, որ Արցախը կփորձի ավելի ամուր պահել, դեռևս ականջին հաջող խոստումներ են հնչում, 23 թվականին ունեցանք պատերազմ։ Հիմա այս ընտրություններին ասում է, որ խաղաղություն է ապահովելու, ինչ պիտի եւս երրորդ անգամ խաբվենք նրա կեղծ թեզերին։ Ես ուզում եմ մեր հերոստատիտողին մեկ անգամ հստակ նշել, որ միայն Սամվել Կարապետյանը կարող է ուժեղ խաղաղություն ապահովել, քանի որ նա ունի միջազգային կապեր եւ ոչ միայն դիվանագիտության այն բաղադրիչները, որ որդեգրել ենք, նաեւ մենք ունենք հավելյալ այլ կետեր, որ ես ուզում եմ ներկայացնել մեր հանրությանը, որպեսզի հասկանանք, որ խաղաղությունը չի ստեղծվում բառերով, չի ստեղծվում քաղաքական թեզերով եւ չի ստեղծվում միայն պոպուլիստական խոստումներով։